նախաձեռնության մասին, ինչպես որոշեցիք եւ արդյոք հարց է առաջանում, մինչ այս վստահել եք Փաշինյանին, որ այժմ ասում եք, որ չենք վստահելու այլևս։ Սա ոչ թե մեծ սրբազան պայքարի, այլ սրբազան պայքարի երիտասարդների նախաձեռնությունն է։ Եվ գիտեք, անցյալ տարվանից մենք բարձրաձայն հայտնել ենք, որ չենք վստահում այս իշխանություններին, որոնք միայն ավեր են գործել մեր պետության համար։ Սա երկու տարբեր իրադարձություններից միտքը ծագեց մեր երիտասարդների մոտ, որ պետք է ընդվզեն այս ամեն ինչի դեմ եւ փորձեն նաեւ կոնսոլիդացնել մարդկանց, որպեսզի ընդհանուր պարզ լինի, որ հայ ժողովուրդը դեմ է այս իշխանություններին։ Առաջի թեման մեզ անհանգստացնող, երիտասարդներին անհանգստացնող Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված իրադարձություններն էին, երբ որ մենք բոլորս գիտենք, ես այսօր ճիշտ ասած իմ կապույտ անձնագիրն եմ վերցրել, մեր անձնագրի վերջին էջում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը հովանավորողն է այս անձնագիրը կրողի։ Բաքվի բանտում գտնվող անձինք ունեն այս անձնագրից, բայց Հայաստանի Հանրապետությունը որևէ ձևով չի հովանավորում եւ որևէ գործողություն չի կատարում այդ մարդկանց ազատ արձակման կամ որևէ ձևով միջազգային ատյաններում այդ խնդիրը բարձրաձայնելու ուղղությամբ։ Ինչ էլ որ ասում են, իրենք ստում են։ Մենք այս վերջին 7 տարիների ընթացքում համոզվել ենք, որ կառավարության ղեկավարը ստախոս է եւ իր ամբողջ թիմը որոշները ստիպված, որոշները շահ ունենալով այդ նույն ստախոսության մեջ են, երբ որ սկսում են ինչ-որ մեկին մենք մի քանի դեպք ունեցանք, չէ, երբ որ արդեն կպնում են ինչ-որ մեկին հանում են իրանց շարքերից, մեկ էլ այդ մարդիկ սկսում են քիչ-քիչ ճշմարտությունները բացահայտել։ Մենք այդ ստախոսության դեմ ենք դուրս եկել եւ ուզում ենք կոնսոլիդացնենք մարդկանց, որովհետեւ ցույց տանք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն վստահում այս իշխանություններին։ Մեր երիտասարդների ակցիայի նպատակը դա էր։ Ակցիան սկսվում է այսօր, բայց միայն այսօր չի սահմանափակվելու, լինելու ենք այստեղ նաև վաղը, մյուս օրերին արդեն հանդիպման կետի հետ կապված երիտասարդները կհստակեցնեն հասկանալու համար, թե որ տեղում է ավելի հարմար անցկացնել, որովհետև պլանավորվում է նաև դեպի համալսարաններ գնալ, համալսարանների բակերում ուսանողությանը ներգրավել, որովհետև իրենք երիտասարդներ են, ավելի լավ են հասկանում, որտեղ իրենց հասակակիցները տեղակայված կլինեն, որպեսզի իրենց հրավիրեն։ Իգի Մանթաշյան, ամեն դեպքում ինչ-որ ապատիկ դրսևորումներ էլ կան հենց երիտասարդների շրջանում, օրինակ շատերը նշում են մի քանի անգամ դուրս ենք եկել պայքարի, հաջողության չենք հասել, իշխանափոխություն այդպես էլ չի եղել, հետևաբար ինչ անել, որպեսզի այդ տրամադրությունները օրինակ վերանան։ Անցյալ տարի հենց այս օրերը որ վերցնենք, ապատյան ավելի շատ էր, եւ Արցախը նոր էինք կորցրել եւ ոչ մեկ չէր հավատում, որ որևէ ձևով ժողովուրդը ոտքի է ելնելու։ Երբ որ անցյալ տարի մարտ ամսին ես հիշում եմ Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջին հանդիպումը եղավ, մարդիկ ասում էին հնարավոր չէ մարդկանց ոտքի հանել, որովհետեւ ապաթիա է համընդհանուր։ Այսօր ավելի լավ վիճակ է, քան անցյալ տարի մարտին է եղել։ Բայց մենք տեսանք, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներկայացվում է նորմալ առաջարկ, ասում ենք եկեք այս խնդիրներն ունենք, հարց պիտի լուծենք, ժողովուրդը մոբիլիզացվում է։ Այսինքն մեր ժողովրդին պետք է նորմալ առաջարկ ներկայացվի որևէ գործչի կամ որևէ խմբավորման կողմից, որպեսզի մարդիկ կոնսոլիդացվեն, զուտ դրա հարցն է իմ կարծիքով, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Շնորհակալություն։